Ավետարանը Ստղուգասու 15 Անարակ որդին Մարդմը երկու որդի ուներ Անոնցմե բզդիգը հորը ըսավ Հայր, կու ստացվածքետ ինձի ինալու բաժինը դուր ինձի Անալ բաժնեց անոնց իր ունեցածը Շատ օրեր չանցած բզդիկ որդին բոլոր բաները հավաքեց հերու երգիր մկնած և հոն անարագությամբ ապրելով իր ունեցածը փճացուց Բոլոր ունեցածը հացուցած էր, երբ երկրին մեջ սաստիկ սովմը եղավ, ու ինք չքավոր դարձավ։ Ուստի քնած այն երկրին քաղաքագիցներեն մեգուն քով մտավ։ Անալ ակարագը ղրգեց սանիգա, խոզեր արածելու համար։ Հոնգը փափակեր խոզերուն գերած եղջյուրեն իր փորը լեցնել, բայց մեկը չեր դար անոր։ Այն ադեն ինքզինք քալով ըսավ. Քանի փանվորներ կան իմ հորս տունը, հացով լեցուցած, ես հոս սովամահ կգործվիմ։ Ելլեմ երտամ իմ հորս և ըսեմ անոր. Հայր, մեղանչեցի երկնքիդ եմ ու քու արջևդ, ալ արժանի չեմ քու որդիդ ըսվելու, զիս քու վարձականներեդ մեգուն բես ըրե։ Ու ելավ իր հորը քնած։ Մինչդեռ ինք շատ հեռու էր, հայրը տեսավ զանիգա ու կուտը շարժեցավ և վազելով անոր բարոնոցին վրա ինգավ ու համբուրեց զանիգա։ Որդին ալ ըսավ անոր, հայր, մեղանչեցի երկնքիդ եմ ու քու արջևդ և ալ արժանի չեմ քու որդիդ ըսվելու։ Բայց հայրը ըսավ իր ծառաներուն. Հանեցեք առաջին պատմուջանը ու հագցուցեք անոր և մադանի թրեք անոր ձեռքը ու գոշիկներ անոր ոտքերը և բարարդ զվարագը բերեք, մորթեցեք, ուդենք և ուրախ ըլլանք, վասնզի այս իմ որդիս մերած էր ու ողջնցավ, գործված էր ու գտնվեցավ։ Սկսան ուրախություն ընել։